Մարզերում կանանց համար աշխատաշուկա վերադառնալը հաճախ դժվար ճանապարհ է։ Ընտանիքի խնամք, երեխաներ, երբեմն նաև աշխատանքային փորձի բացակայություն։ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում կանանց համար մեկնարկել է «Ցատկ առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիրը», որի նպատակն է աջակցել խոցելի իրավիճակում գտնվող 19-ից 40 տարեկան կանանց և աղջիկների, զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները և օգնել մուտք գործել աշխատաշուկա։ Մեզ համար ամենակարևոր խնդիրներից էր եւ պահանջներից էր, որպեսզի մենք կենտրոնանանք այն կանանց վրա, ովքեր առավել խոցելի դիրքերում են, եւ կարող եմ վստահ ասել, որ մենք այդ նպատակին հասել ենք բոլոր կանայք, ովքեր ներառված են կամ երկարատև մայրական խնամքի արձակուրդից հետո են վերադառնում աշխատաշուկա, կամ ընտանիքի միակ խնամակալն են, իրենց հոգատության ներքո ունեն մի քանի երեխա, կամ օրինակ հաշմանդամություն ունեցող երեխա կամ ընտանիքի անդամ։ Եվ այստեղ է, որ մենք նրանց գտել ենք կամ իրենք են մեզ գտել եւ ներառվել են ծրագրում եւ արդեն իսկ ունենք շատ լավ արդյունքներ, թե ինքնավստահության բարձրացման հետ, թե գործատուների հետ կապերի հետ։ Մի քանի գործատուներ կան, ովքեր իրենք են համաձայնվել ինչ որ առումներով կրթել։ Մենք եթե տանք հիմնական են հմտությունները, իրենք արդեն շարունակեն ավելի մասնագիտական առումով եւ օգնեն այդ կանանց աշխատանքի տեղավորվել։ Ծրագրի շրջանակում աջակցություն կստանան հատկապես այն կանայք, որոնք այս պահին աշխատանք չունեն, ընտանիքի միակ խնամակալն են, տեղահանված են կամ ունեն խնամքի պարտավորություններ։ Ցածկ ծրագրի մասին իմացել եմ համացանցից, գրանցվել եմ ու մասնակցել եմ նրանց 10-օրյա on-line դասընթացներին, որոնք աշխատանքային հմտությունների զարգացման մասին էին։ Դասընթացներն անցնում էին շատ հետաքրքիր, մասնագետները շատ որակավորված էին, կիսվում էին ամենաչնչին մասնագիտական գիտելիքներով եւ իրենց փորձով, եւ անցնելով նրանց 10-օրյա դասընթացները համապատասխանեց, որ ես մասնակցեմ ուրիշ դասընթացի հարցազրույցին եւ նրանց հմտություններն ու գիտելիքները կիրառելով ես կարողացա հաղթահարել հարցազրույցի փուլը եւ անցնել հաջորդ փուլը։ Դասընթացները հնարավորություն տվեց, որպեսզի ես կարողանամ ավելի լավ ինձ դրսևորեմ աշխատանքային պայմաններում, կիրառեմ աշխատանքային հմտությունները, ճիշտ պատրաստվեմ հարցազրույցներին, ինչպես նաեւ այլ երևի հոգեբանական եւ սոցիալական գիտելիքներ ձեռք բերեմ, ավելի ինքնավստահ լինեմ եւ կարողանամ իմ գործը շարունակել։ Ծրագիրը շատ հետաքրքիր էր, շատ հետաքրքիր թեմաների մասին էին խոսում։ Հիմա զբաղվում եմ մատնահարդարմամբ, ունեմ իմ մշտական հաճախորդները, նպատակ ունեմ պոդոլոգիական աշխատանքներ կատարել։ Ծրագիրը օգնեց ավելի ինքնավստահ լինել եւ գտնել իմ ուրույն տեղը աշխատաշուկայում։ Ծրագրի կազմակերպիչները վստահ են, մասնագիտական կրթության և գործնական հմտությունների զարգացումը կարող է իրական փոփոխություն բերել բազմաթիվ ընտանիքների կյանքում։ Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց ձևաթղթի միջոցով։ Ծրագիրը ընթացքի մեջ է, մենք անընդհատ նոր դիմորդներ ենք ունենում եւ խրախուսում ենք բոլորին դիմել։ Մենք յուրաքանչյուր դիմորդ անցնում է իր ճանապարհով սկզբից մինչև վերջ։ Յուրաքանչյուրի համար նախատեսված է նախ հետաքրքիր զրույց, հետաքրքրությունների դուրս բերում։ Այնուհետև մենք ունենք զբաղվածության շուրջ շատ հետաքրքրաշարժ զարգացման ծրագիր, որտեղ փափուկ հմտությունների վրա դրվում է լուրջ շեշտ է դրվում իրազեկման շուրջ, թե ինչպիսին է այսօրվա աշխատաշուկան, ինչ է իրենցից ակնկալվում աշխատավայրում, ինչ է նշանակում լինել արդյունավետ աշխատակից եւ գնահատված աշխատակից։ Ծրագիրն ընթացքում է եւ մենք սպասում ենք նոր դիմորդների, մենք չենք սահմանափակում դիմորդների քանակը, որևիցե դիմորդ դուրս չի մնալու ծրագրից, անկախ նրանից, թե ինչ կրթություն ունի, ինչ փորձ ունի, ինչ ցանկություններ ունի, բոլորը ընդգրկվելու են ծրագիր։ Դրա համար խրախուսում ենք, որպեսզի դիմեք, դուք տեսնում եք ձեր էկրաններին հղումը, ինչպես կարող եք դիմել, տեսնում եք QR կոդը, որով կարող եք դիմել եւ բոլոր կոնտակտային տվյալները, որոնցով կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Մի սպասեք վերջնաժամկետին, դիմեք ընթացս, որովհետեւ մեզ մոտ դասընթացները անընդհատ են։ Ուզում եմ ուրախացնել, որ դասընթացներին մասնակցելու համար պետք չէ ճանապարհորդել տանից, պետք չէ որևիցե տեղ գնալ կամ բացակայել, մենք դրանք կազմակերպել ենք առցանց, դրանք կլինեն ձեզ հարմար ժամերին, նաև կունենաք հնարավորություններ թիմային եւ անհատական քննարկումների, որտեղ կկարողանաք գտնել ձեր անձնական տնտեսական
հզորացման տարբեր ուղիներ եւ ճանապարհներ։ Երբ հնարավորությունը հանդիպում է ցանկությանը, սկսվում է փոփոխությունը։ Ցատկ ծրագիրը հենց այդ փոփոխության հնարավորությունն է ստեղծում մարզերում ապրող կանանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատաշուկա ու փոխել իրենց կյանքի որակը։